AI-ով ընտրել օրվա հագուստը կամ կառավարել ռոբոտ ձեռքը։ Ավագ դպրոցի աշակերտները ցուցադրում են իրենց ստեղծած գործիքները։ Երևանի և մարզերի 23 ավագ դպրոցների աշակերտներ սովորում են ստեղծել ու օգտագործել արհեստական բանականություն AI սերունդ ծրագրի շնորհիվ։ Կանայք ծախսում են մոտավորապես 10-ից 15 րոպե աութֆիտ ընտրելու վրա, իսկ տղամարդիկ մոտավորապես 7-ից 10, իսկ եթե մենք պրոյեկտում ենք դա մարդու միջին ապրելու ժամանակի վրա, այսինքն 70 տարի, ստացվում է, որ կանայք իրենց կյանքից 9 ամիս ծախսում են աութֆիտ ընտրելու վրա, իսկ տղամարդիկ 6.5։ Լուծումը wearable AI-ն է, որի միջոցով դուք կարող եք հավաքագրել ու օրգանիզացնել ձեր պահարանը։ FAST հիմնադրամը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ 2023-ին դեռ գործարկել էր արհեստական բանականության սերունդ ծրագիրը։ Նախատեսում են, որ հաջորդ տարի այն արդեն կգործի 41 դպրոցում։ Արհեստական բանականության սերունդ ծրագիրը եզակիներից է ամբողջ աշխարհում։ Նախատեսված է ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների համար որպես առանձին հոսք, որտեղ սովորում են Python ծրագրավորում և AI-ի հիմունքներ, խորացված մաթեմատիկա ու իրականացնում են անհատական աշխատանքներ։ Դասավանդում են վերապատրաստված ուսուցիչներն ու AI ոլորտի մասնագետները։ Սուրենը այս ծրագրով սովորող աշակերտներից մեկն է։ Իր նախագիծը Digitech 2025-ի ընթացքում ներկայացնում էր AI սերունդ տաղավարում, պատրաստվում է գաղափարը դնել իր առաջին ստարտափի հիմքում։ Այն իրականացնելու գիտելիքներն ու հմտությունները ավագ դպրոցում է ստանում AI սովորելիս։ Արհեստական բանականությամբ ընտրված օրվա հագուստ, լուսանկարներ հրապարակելու հնարավորություն, վիճակագրություն, ինչն եք շատ կրում, ինչն է պահարանում, միշտ դրված մնում։ Մի խոսքով Սուրենի ստեղծած գործիքով AI-ը մտնում է ձեր զգեստապահարան։ Առանձին ունենք AI Stylist, որի մեջ աշխատում է առանձին մեծ LLM API-ով միացրած, ու ունենք ալգորիթմ, որը ոնց որ ասացի, տոկեններով խորհուրդներ է տալիս, այսինքն գույներին, բացի դրանից ունեմ նաև image processing-ի համար API, այդ ամեն ինչը ինքը տոկենները համատեղելով, գույնը համատեղելով, ինչպես նաև հաշվի առնելով եղանակային պայմանները, համատեղ ընտրում է ձեր պահարանից իր պահանջներին անհրաժեշտ էլեմենտները ու տալիս է ձեզ խորհուրդը։ Ես բնավորությամբ այնպես մարդ եմ, որ ուշ եմ արթնանում ու այդ խնդրին բախվում եմ, թե ոնց իմ աութֆիթը կազմակերպեմ ու ոնց որ մաթեմ անելու ժամանակ այդ երկու մտքերը միացան ու ասացի, վայ, բա կարելի է այդպես պրոյեկտ անել։ Գևորգն ու Դավիթն էլ նույն դպրոցից են, իրար լրացնելով ստեղծել են ձեռք, որը տեսախցիկի միջոցով կրկնում է ձեր ձեռքի շարժումները։ Ասում են դաս անելուց մինչև բժշկություն, մեքենաշինություն ու անասնապահություն կարող է պետք գալ։ Ծրագիրը կոչել են ARMBOT։ Ես սովորում եի արհեստական բանականությունը եւ միաժամանակ ռոբոտաշինությամբ էի հետաքրքրված եւ ուզեցի սարքեմ մի պրոյեկտ, որ այդ երկուսը իրար գումարեմ եւ կարողանամ օգտագործել։ Այս ռոբոտի միտքը երբ որ եկավ, ուզեցինք մի ձև կառավարենք եւ մտածեցինք, որ շատ հավես կլիներ, օրինակ որ մարդը ինքն իր ձեռքով կառավարի, որ տարբեր տեղերից, օրինակ հեռվից, եթե չեն կարող մոտիկանանք, մենք կարողանանք կառավարենք։ AI-ը ինտեգրված է այսպես, որ կարողանում է հասկանալ ինքը, թե ինչ է օգտագործում։ Այսինքն, եթե ես ցույց եմ տալի այս նշանը, ինքը ավտոմատ իր ձեռքը բացում փակում է։ Եթե ես ցույց եմ տալի այս նշանը, ինքը իջացնում է իր ձեռքը ու բացում է, որ ինչ-որ մի օբյեկտ ընդունի, սպասում է, որ օբյեկտը ընդունվի, եւ էլի մի շարք ժեստերի հասկացման համար AI-ը օգտագործվում։ AI սերունդը անվճար կրթական ծրագիր է, որը ոչ թե լրացուցիչ պարապմունք է, այլ լիարժեք դասընթաց։ Բովանդակային խորությամբ AI սերունդին նման հատուկ ավագ դպրոցի ծրագրեր ունեն աշխարհի 1 տասնյակի հասնող երկրներ, օրինակ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան եւ այլն։ Հայաստանն այս թվում յուրահատուկ է դարձնում այն, որ տարածվում է բոլոր մարզերում։ Ծրագիրը Հայաստանը տեխնոլոգիական հաբ դարձնելու ճանապարհի սկիզբն է եւ այն որոշել են սկսել դպրոցից, որտեղ էլ ձևավորվում է մտածողությունը։ Ծրագրի նպատակը AI ոլորտում հետազոտող եւ նորարար սերունդ ձևավորելն է, դպրոցից մինչև դոկտորական մակարդակ։